հաջորդ հարցից, որ մենք քննարկելու հենց սկզբից էլ ասեցինք, որ միգուցե ապահովագրական համակարգի նշեց, որ պետպատվերի շրջանակներում տեղերի ցանկը մոտ 500 էր, չէ՞։ Հիմա 1270, ցանկը նույնը չի, տեսականին ավելի լայն է, ընտրության հնարավորությունը ավելի լայն է, այո, դրանցից որոշները համավճարով եւ պետության թույլտվությամբ նաեւ չգրանցված տեղեր այդքան էր գրավել, ինչ խնդիր կա։ Պարոն Օհանյան, այս խնդիր չկա, ես խոսում եմ այն տեղերի մասին, որում հարց են բարձրացրել, ընդ որում Տիկին Ավանեսյանին իր Facebook-յան գրառման տակ են բարձրացրել։ Հաշմանդամ, որը մինչ այդ ստանում էր այդ դեղը, կոնկրետ այդ դեղը բրենդային էր, թե ոչ բրենդային էր, ինքը ստանում էր անվճար, հիմա ձեռք է բերելու համավճարով։ Ինչու։ Ես հենց այդ եմ ասում, 500-ի շրջանակներում նույն որակի դեղորայքեր, ինչ հիմա անհամեմատ ուրիշ է, չէ՞, անհամեմատ բարելավվել է, եւ տեսականին էլ լայնացվել է։ Այո։ Եթե նույն դեղը նշանակում այդ 500-ի մեջ է եղել, ոչ թե այն ավելացած 773-ի մեջ է եղել։ Հաջորդ Ես պարզ եմ ձևակերպում, մարդը, որը որ ստացել էր անվճար, որպես հաշմանդամ։ Խոսքը նույն դեղի մասին է։ Խոսքը նույն դեղի մասին է։ Հիվանդը գրում է, ես կոնկրետ այդ դեղը ստանում էի անվճար, որովհետև հաշմանդամության խումբ ունեի։ Հիմա ապահովագրական համակարգի ներդրումից հետո ես այդ նույն դեղատնից ձեռք եմ բերում համավճարով։ Ինչ կա այստեղ հասկանալու։ Այդ նույն 500-ի մեջ է եղել, չէ՞, դա նույն դեղի մասին է, ավելացրած 773-ից չի հաստատ։ Ես դրա ախր անալոգների մասին չեմ հարցնում, նույնության մասին եմ խոսում, copy paste։ Օրենքում կա այդ փոփոխությունը, որ որևէ նախարարությունը կարողանում է թույլ տալ կոնկրետ կազմակերպությանը ներկրելու, նշանակում է պետք է ինչ-որ օրենսդրական այդ բացը լրացնելու մեխանիզմը գտնել։ Արդյունքում ստացվում է օրենսդրորեն չգրանցված դեղը մենք համավճարով կամ առանց համավճարի տալիս ենք դեղատներին եւ մի բան էլ դեղատունը տալիս է հասկանում եք ինքը պետությունից է փող վերցնում, պետության վրա է վաճառում, համավճար է վերցնում։ Կրկնակի վաճառք առանց թույլտվության։ Ուրեմն պետք է այդ օրենսդրական այդ բացը լրաց թույլտվությամբ, ուրեմն եթե դա ինքը մենք գտել ենք, որ այս 1273 ցանկի մեջ, պետք է օրենսդրական մեխանիզմ գտնենք այդ ամեն ինչը լուծելու։ Օրինականացնել է պետք է, եթե միևնույն է այդ դեղը արդեն ցանկի մեջ է, նշանակում է մենք հաստատ գիտենք, որ դա ներկրվում է։ Ուրեմն պետք է ներկրման ու գրանցման մեջ այդ օրենսդրական այդ բացը լրացնել, խնդիրը դրա մեջ է, որպեսզի վաղը մյուս օրը մենք ուրիշ ավելի լուրջ հարցերի առաջ չկանգնենք, այդ անվանտակ ուրիշ ծավալների մասին չխոսենք կամ ցանկի։ Մեկը ինքը ներկրում է թույլտվությամբ ու ինքը վաճառքի է հանում իր դեղը, պետությունն էլ առնում, համավճարով քաղաքացին էլ առնում, էլ ինչի ինքը իզուր չարչարվի այդ դեղը գրանցելու ուղղությամբ, ինչու ինքը լրացուցիչ վճարներ վճարի, ինչու ինքը լրացուցիչ գործընթացներ անցնի, եթե կարելի է դա անել, դա այստեղ խնդիրներ կան, որոնք օրենսդրական բացեր են եւ պետքա դրանք լրացնել, խոսքը դրա մասին է։ Լավ, միևնույն Չէ, կան, նախարարը տեղում չի, պարզապես նախարարը տեղում չի։ Լավ, մինչև նախարարի գալը, ամեն դեպքում ես որպես հանձնաժողովի անդամ դիմում եմ մեր հանձնաժողովի իմ գործընկերներին, եկեք մենք գիտեք ինչ, այստեղ մենք լուրջ խնդիր ունենք, բժիշկները
բժշկական մեծ հանրու, երկու կազմակերպությունները, որոնց մեջ ներառված են հարյուրավոր բժիշկներ։ Գիտեք, եթե նույնիսկ 100, հա, ավելի քիչ, բժիշկները խնդիրներ են բարձրացնում համակարգի կիրարկման շուրջ։ Եվ իրենք ուզում են այդ իրենց վերհանած խնդիրները քննարկվեն։ Մենք պետք է չմոռանանք, որ ապահովագրությունը շատ լավ բան է, բայց ապահովագրությունը իրականացնում է բժիշկների ձեռքով, բժիշկների անմիջական մասնակցությամբ։ Եվ եթե այդ ապահովագրությունը իրականացնող կոնկրետ մասնագետին մենք հիմա չենք ուզում լսել, այդ խնդիրները կարող են շատ ավելի լրջանալ։ Եվ եթե միայն այստեղ աշխատավարձի ցածր գնահատումը չի, դա շատ լուրջ խնդիր է, որը շատ լուրջ ազգային անվտանգության խնդրի առաջ է կանգնեցնելու մեր երկրին։ Բժիշկը տեսնելով մեկ անգամ, երկու անգամ, երեք անգամ, որ ինքը այս տարժանվույն չի գնահատվում, այդ նեղ մասնագետների կորուստ ենք մենք ունենալու։